Արվեստը ունի թշնամի, նրա անունն է տգիտություն։ Ողջույն, Արհեռուստաընկերության եթերում մի երգի պատմություն հաղորդաշարն է։ Ձեզ հետ է Լուսինեն։ Ժողովրդական երաժշտությունը միշտ էլ իր ուրույն տեղն է ունեցել հայ երգարվեստում։ Այսօր էլ շարունակում են վերածնվել եւ ունկնդրին ներկայանալ ժողովրդական ստեղծագործությունների բազմաթիվ նոր մշակումներ, որոնք պահպանում են հայ երգի յուրահատուկ ոգին ու իմաստը։ Կատարումը, որի պատմությունը կներկայացնենք ձեր ուշադրությանը, ունկնդրին է փոխանցում հայկական ժողովրդական երաժշտության զուլալ ելևէջները։ Այսօր դուդուկահար Արսեն Գրիգորյանը եւ ռեժիսոր Խաչիկ Եղոյանը կներկայացնեն ծաղիկ է ստեղծագործության կատարման և դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակի պատմությունը։ Վաղուց եթերում այս ստեղծագործությունը չի ընչել, երևի վերջի անգամները եղել են դրանք 70-80-ական թվերին եւ դրանից հետո չէր հնչել եւ ես էլ շատ սիրում եմ այս ստեղծագործությունը, նամանավանդ ժամանակը պահանջում է մի քիչ ուրախ, աշխույժ կամ նման բաներ, նոր լավ ստեղծագործություններ կան, բայց այսինքն ես նախընտրություն տվեցի սրան, որովհետեւ համ էլ ես եմ սիրում այս ստեղծագործությունը։ Առաջին մասը երգ է, ժողովրդական երգ, երկրորդը մեր ժողովրդական վերվերի պարերի տարբերակից է, որ երկուսն էլ իրար հետ միասին արդեն այդտենց անվանվել է ծաղիկե ստեղծագործություն։ Ժամանակին այս գործիքավորումը, եթե չեմ սխալվում, արել է Ջրբաշյանը կոմպոզիտոր, որ Մերանգուլյան մեր անսամբլի ղեկավարն է եղել, եւ հետո դրանից հետո մի քիչ նորովի, բայց աշխատել եմ ոչ մի բան չփոխեմ իսկական երաժշտական մասից։ Ուղղակի մի փոքր գույն ենք ավելացրել ժամանակակից գործիքների ավելացումով։ Երբ ես Արսեն Գրիգորյանների նախագծից հետո առաջին անգամ նկարանեցի Արսեն Գրիգորյանի Ասոյի անգամ շատ են, որ մարդը գիտի որի անունը տա, Ասոյի տեսահոլովակը, երբ առաջինը նկարանեցի Ասոն, հետո ուզեց երկրորդը նկարանեցի եւ դուդուկար Արսեն Գրիգորյանը պատվիրեց այս դեպքում Արսեն Գրիգորյանի երրորդ տեսահոլովակը։ Սա մեր առաջին համագործակցությունն էր տեսահոլովակի տեսքով, կարգով եւ ինձ թվում է հաջողվեց տեսահոլովակը ու մտադրություն կա, որ ընդհանրապես նորից աշխատանքներ լինի Խաչիկի հետ, որովհետեւ ինքան լավ անձնավորություն է եւ ասենք մեր միասնաբար մտածելակերպը ընդհանուր գտնում ենք ընդհանուր է, էլի, ասենք տարաձայնություններ շատ չի լինում։ Միանգամից առաջարկեց ծաղիկես գործը եւ քանի որ դա ժողովրդական հին գործ է, ես փորձեցի ազգագրագետների միջամտությունը խառնել, որովհետև ես նման հարցերին շատ դուրս եմ վերաբերում եւ հասկացանք, որ թեմատիկա չկա այս երգին, ինքը ազատ թեմա է, որոշեցինք նկարել Արսենի կենսագրությունը։ Տարբեր սցենարներ մշակեցինք, վերջը հանգեցինք այն եզրակացության, որ պետք է լինի սցենարի այս տեսակը, որովհետև նման էր Արսենի կենսագրությանը եւ ես խնդրեցի, որ ինքը պատմի, թե ոնց է եղել, որ ինքը սկսել դուդուկ սիրել, այդ գործիքը, հետո նվագել դուդուկ, ոնց դուդուկի դասերի է գնացել, թե ինչ, պատմեց, պարզվեց, որ իրեն ոգեշնչող եղել է Վաչե Հովսեփյանը եւ որոշեցինք նման տեսահոլովակ նկարանենք Արսենի կենսագրական իրական հիմքերի վրա։ Քանի որ հիմա նաև շոու բիզնեսի դար է, մարդիկ, ասենք, տեսահոլովակ նկարում են, աշխատում են իրանք շատ երևան, որպեսզի ժողովրդի կողմից ճանաչվեն եւ ռեժիսորի հետ աշխատանքը հենց է դրվում, որ ասենք հիմնական աշխատում են մարդու դեմքի, այդ մարդուն ժողովրդի մեջ ավելի պատկերավոր սարքելու համար, էլի, շոու բիզնեսի առումով, բայց քանի որ ես ասենք այդ
պրոբլեմը չունեի, ես միշտ էլ եթերում եղել եմ եւ 20 քանի տարի աշխատում եմ Արամ Մերանգուլյան անսամբլում, դրա համար ընդհանուր մենք մտածեցինք սյուժեի գեղեցիկ լինելու տարբերակի վրա ու հիմնականում իմաստը եղավ մենք տարբեր բաներ ենք մտածում այս կողմում, ես հետո մի օր պատմեցի, ասենք մոտավորապես Խաչիկին ասեցի, որ սենց տարբերակ կար, որ ես ոնց սկսեցի դուդուկ նվագել, բան։ Շատ երկար տևեց, չեմ ասի մի տարի, բայց երևի մի կես տարի տևեց, որովհետև մենք ոչ թե այս տեսալովակի նկարման աշխատանքները այդքան տևեցին, այլ մենք մտածում ենք ինչ անենք, հետո մտածում ենք որ գործին, հետո որ ստացվեց այս Արսենը ներկայացրեց այս գործի վրա եղավ մի քանի սցենարներ, մի քիչ ավելի կախարդական հեքիաթային սցենար կար առաջինը, հետո որոշեցինք, որ ավելի թեթև, ավելի նուրբ, ավելի բարի այս սցենարն է եւ որոշեցինք, որ այս սցենարի վրա նկարանենք։ Երևի 6 ամիս հետո վճռական քայլ կատարեցինք եւ նկարեցինք 2 օրում։ Կարծեմ 2 թե 3 հանդիպում եղավ նկարանման, կոնկրետ նկարանման, բայց ասենք իր ստեղծագործական աշխատանքը բավականին երկար տևեց։ Եղավ եւ ասենք այդ ոնց է կոչվում, այդ գնացքի ռելսերի որ տանում են կամերան, բան, տարբեր տեխնիկաներ, բան, միանգամից հնարավոր չէր, որ մի շատ կարճ ժամանակում արվեր։ Ստեղծագործություն ես լսել եմ Վաչե Հովսեփյանի կատարմամբ, հետո կատարել են նաև մեր անսամբլի լավագույն երաժիշտ վաստակավոր արտիստ Սերգեյ Կարապետյանը եւ բացի իրանցից ես չէի լսել ու սիրել եմ ժամանակին այս ստեղծագործությունը, դրա համար կատարեցի ես։ Օգտագործելով այն ֆակտորը, որ այնտեղ մի ծերունի կա, որը մեջ կերպարացինք եւ խորհրդավոր ծերունու կերպարը եւ Վաչե Հովսեփյանի Եվ վերջը հասկացանք, որ այս տեսալովակը պետք է ներենք Վաչե Հովսեփյանի հիշատակին, այդպես միամուր ուժերով սցենարը մշակեցինք, ստացվեց։ Ես սիրում եմ այս տեսալովակը, իմ համար շատ բարի տեսալովակ է։ Փոքր դերասաններին ընտրեցինք Բերդ Պարային համույթի ստուդիայից, որի ղեկավարն էր Բորիս Գևորգյանը, եւ այնտեղ մի գլխավոր դերակատար ընտրեցինք, որը մի քիչ նման էր Արսենի։ Արսենն ասաց իմ մանկությանը, շատ նման ընտրեցինք դերասան, ուրիշ չկա, կա Արսենը եւ այդ պապիկի դերում էլ Արսենը հանդես եկել։ Ծերուկի կերպարի մեջ ես ինձ համարում եմ, որ իմ ուսուցիչը Վաչե Հովսեփյան համարում եմ, որ ինքն է, որովհետև դա երևի բոլոր դուդուկարների մեր ժամանակի ուսուցիչն է հանդիսանում, չնայած ասենք ամեն մարդ կարող է տարբեր վարպետի մոտ սովորել, բայց ընդհանուր բոլորն էլ համարում են, որովհետև դա մեր պատմությունն է, մեր դուդուկի նոր դպրոցի հիմնադիր կարելի ասել, եւ ծերուկի կերպարում էլ ուսուցչի, ասենք, տարբերակն է վերցված, որ ասենք բոլորը իրար հետ համահունչ լինի։ Մի շատ ծիծաղելի դեպք եղավ, երբ որ ինքը կանգնած էր, ես մոնիտորով նայում եմ, տեսնում եմ մարդ է կանգնած, խնդրում եմ աղաչում, որ դուրս եկեք, նկարում ենք, պարզվեց, որ Արսենն արդեն գրիմ արած եկել, ես չէի ճանաչում։ Հա, եւ երկու կերպարում էլ ինքն էր։ Այսինքն այնտեղ որպես ինքը հանդես էր գալիս հեղինակ, նվագելու տեսքով եւ որպես այդ խորհրդավոր պապիկ։
կա կոմերցիոն եւ կա ստեղծագործական աշխատանք։ Ես սա ստեղծագործական եմ համարում եւ սիրում եմ։ Ես առաջի օրվանից ասել եմ, որ սա իմ համար շատ բարի տեսահոլովակ է, որովհետեւ ինքը թեթև անցավ առաջի իսկ օրվանից միջև մոնտաժային աշխատանքների վերջը։ Եվ ես ինչ որ բարություն գտնում եմ դրա մեջ։ Հետո երաժշտությունը շատ լավ է նվագած, Արսենը շատ մասնակիտական ճիշտ մոտեցում է ցույց տվել եւ ինձ թվում է, որ պրոֆեսիոնալ բարձր մակարդակի վրա է հիմնված այս տեսահոլովակը, դրա համար ես շատ սիրում եմ։ Ես կարողացա ձայնագրել մի ստեղծագործություն եւ նկարանել, որը ունի երկար ժամանակվա պատմություն ու, ասենք, մի քիչ ժողովրդի կողմից մոռացված էր, ասենք, վերհանելու նշանակություն։ Թե չէ ես այնքան ստեղծագործություններ եմ նվագում եւ մենք, ասենք, այնքան գործեր ենք նվագում, անսամբլային թե գործիքային, երաժշտական պաշարը մեծ է, բայց ասենք, եթե հնարավորություն լիներ բոլոր երաժշտությունները տեսահոլովակ նկարելու, վստահ կանեի։ Շնորհակալություն եմ հայտնում այս տեսահոլովակի իմ հետ աշխատող անձնակազմին եւ հատկապես ուզում եմ շեշտել երկու անուն օպերատորի, որովհետեւ ինքը շատ աշխատեց այս տեսահոլովակի ստեղծելու համար, Սուրեն Թաթևոսյանը, ռեժիսոր չէ, օպերատոր Սուրեն Թաթևոսյանը եւ Սուրեն Սարգսյանը, որը մոնտաժը ինձ թվում է, որ շատ լավ գունային լուծումներ տվեց։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել իրենց։ Չգիտեմ, երևի ես իրավունք չունեմ կոչ տենց անելու, իրավունք որ շատ ճանապարհ պետք է անցնես, որ այդ իրավունք ունենաս, բայց ընկերական կոչ կարող եմ բոլորին անել, որ ժողովրդական գործեր նկարահանելուց, ստեղծելուց, լուսաբանելուց ավելի զգույշ լինեն։ Փորձում ենք այսօր մենք ինչ որ ժամանակակից մոտեցումներ անել, միանշանակ ես դրան կողմ եմ, դեմ չեմ, բայց պետք է շատ զգույշ անենք, որ մեր արմատները չվերացնենք դրանով, որովհետև Սևակը եւ շատ մեծ գրող եւ շատ սիրում եմ Սևակին եւ գործերը շատ լավ խոսք է ասել, որ ժամանակը դա մի գետ է, որի մեջ չլողալ չի կարելի։ Ուղղակի մեծագույն արվեստագետ կհամարվի, ով այդ գետում չխեղդվի։ Մենք պետք է փորձենք ժամանակակից ինչ որ ներմուծություններ անենք մեր ժողովրդական գործերի մեջ, բայց պետք է չխեղդվենք դրա մեջ եւ չտապալվենք։ Այսինքն պետք է մեր արմատը պահենք։ Ես վստահ եմ, որ այս տեսահոլովակում մենք ինչ որ խախտումներ թույլ չենք տվել։ Շնորհակալությունս տեսահոլովակի ռեժիսորին, ռեժիսորի քննականին, ձայնային օպերատորին, գործիքավորողին եւ մեջը ովքեր որ նվագեցին Դոլը Նորայր Շարոյանը, կանոնար Մերին, Կարոն Սարաֆյան, շվի նվագող մեր լավ մի խոսքով այն անձնակազմին, ովքեր ինձ օգնեցին ստեղծելու այս գեղեցիկ տեսահոլովակը։ Հարգելի հեռուստադիտողներ, այսքանով ցանկանում ենք եզրափակել ծաղիկ այս ստեղծագործության այս կատարման պատմությունն ու սպասում մեր հյուրերի նոր աշխատանքներին։